Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի առաջին խմբականակը տեղեկությունը հայտնում է ադրբեջանական ապագործակալությունը։ Նոյեմբերի 28-ին Գաբալայում Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի միջև հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն այսօր Հայաստան կուղարկվի 22 վագոն AI-95 տեսակի բենզին, նշում է, որ արտահանումը զուտ առևտրային բնույթ ունի եւ բենզինը իրացվելու է միջազգային շուկայի համապատասխանության գներով։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինն իր խորը մտահոգությունն է հայտնում 10 եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով հարության մեջ առաջացած ընդվզումների առիթով եւ հզվածության կոչ ուղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած սրբազան հայրերին։ Նշենք, որ կաթողիկոսին դեմ դուրս եկած եպիսկոպոսները 3 հայտարարություն էին տարածել, նշելով, որ ամենայն հայոց կաթողիկոսին հանգստի կոչելու պահանջով այսօր գնալու են Մայրաթոր։ Հայտարարությունից հետո բազմաթիվ օկտատերեր հանդես են եկել կոչով գնալ Էջմիածինի աջակցություն Գարեգին II եւ եկեղեցու։ Մեր ձևաշարժման համակարգող Նարեկ Կարապետյանն էլ կոչ արել Փաշինյանին Էջմիածնում սադրանքներ չհրահրել։ Մի արա այդ բանը եպիսկոպոսներին այնտեղ ուղարկելով մի ուղարկի քաղաքացիական հագուստով ոստիկանների, մի հրահրիր սադրանքներ, մի պարակտիր մեր ժողովրդին, նվեր մի արա մեր թշնամիներին, ասել է նա։ Բաքվում ընթացող դատավարության ընթացքում դատախազը պահանջել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանին Բաքվում մեղադրում է մի շարք հանցանքների, այդ թվում Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու եւ իրագործելու ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ։ Վարդանյանը 3 հեռախոսազրույց է ունեցել ավագ որդու Դավիթ Վարդանյանի հետ եւ դատարանում սպասվող ելույթից որոշ մանրամասներ հայտնել։ Իր ելույթում Ռուբեն Վարդանյանն ընդգծելու է, որ տեղի ունեցողը չի ընդունում որպես դատական գործընթաց, մտադիր չէ մասնակցել արդարադատության իմիտացիայի։ Եվս մեկ անգամ հայտարարում եմ, Արցախը եղել է կա ու կլինի անկախ պատմությունը, վերաշարադրելու կամ իրադարձությունների այլ մեկնաբանություն պարտադրելու փորձերից հայտնել է Վարդանյանը։